Ողջույն։ Ուղիղ մեկ ամիս առաջ Ռուսաստանն արգելեց ջերմուկ հանքային ջրի 1 միլիոն շշի վաճառքը։ Էկոնոմիկայի նախարար աշխատող Պապոյան Գևորգը լոպազացավ, թե արագ կլուծենք այդ հարցը։ Տենց հարցեր ենք լուծել։ Այսօր հունիսի 1-ն է, մեկ ամիս անցել է, Պապոյան Գևորգը ոչ միայն ոչ մի հարց չկարողացավ լուծել, այլև 1 միլիոն շիշը դարձավ 60 միլիոն շիշ։ Ջերմուկին միացան ողջ միրգն ու բանջարեղենը, ծաղիկները, կոնյակը, այսօր էլ հայտարարվեց ձկնամթերքի արգելքի մասին։ Արդեն որերորդ նամակ ահազանգն ենք ստանում գյուղատնտեսներից, մարդիկ ողբում են, ասում են միլիոնների վարկ ենք վերցրել, ջերմոցներ ենք դրել, ամբողջ ձմեռ ջեռուցել ենք, միլիոնների գազ ենք վառել, որ հիմա պետք է արտահանենք ու փակենք վարկերը։ Արգելվել է արտահանումը, շվարել ենք։ Ասում են 8 տարի այս կառավարությունը ոչ մի բանով չի օգնել, ոչ խոստացած 0% վարկն է տվել, ոչ սերմացու է տվել, ոչ պարարտանյութ, ոչ սալյարկա, ոչ ոռոգման ջուրն է ժամանակին տվել, տանջվել, չարչարվել ենք, արել ենք ու հիմա նույն իշխանությունը, որ ոչ մի բանով չի օգնել, վնասում է որքան ուժ ունի։ Մարդիկ սխալ չեն ասում, բայց բոլոր հարցերում է այդպես։ Ոչ մի հարցում կողքը չի կանգնել պետությունը, այս իշխանությունը, բայց անընդհատ խանգարել է, ինչով կարողացել խանգարել է։ Մի քանի օր առաջ մարդամեկն ասում էր թող գազը թանկացնեն, մեզ չվախեցնեն, մենք փող կունենանք։ Նախ չգիտեմ այդ մենքը ով է, երևի ԿՊԱ-ների նկատի ունի, բայց գազը ընդամենը մեկ բաղադրիչն է։ Թվերի համաձայն գյուղարտադրանքի արտահանման 99%-ի ուղղությունը Ռուսաստանի Դաշնություն է, բայց Ռուսաստանի Դաշնությունում դա չնչին տոկոս է։ Օրինակ լոլիկի 99% արտահանվում է Ռուսաստան, բայց Ռուսաստանում այդ շուկայի ընդամենը 5%-ն է, որ կարող է լրացնել, այլ երկրներից ներմուծմամբ էլ կբերի կլրացնի։ Ծաղկի արտահանման 99%-ը Ռուսաստան է գնում, բայց այդ երկրում Հայաստանից ներմուծումը կազմում է սպառման 3%-ը, նույնը ելակն ու մյուսները, այսինքն այն ինչ մեզ համար ահռելի թիվ է, իրենց համար փոքր տոկոսներ են։ Պապոյանն ասում է, եթե Ռուսաստանը սահմանափակի, մենք էլ կվերաուղենք Եվրամիություն։ Այսօր էլ ասում է, Եվրամիություն արտահանումը մտադիր են քառապատկել, ընդգապատկել։ Մի հատ հələ իջեք էլի երկնքից։ Այդ մարդկանց բերքը հիմա է փչանում։ Ձեր սուտ խոստումները հետագայի մասին են, էն էլ չեն էլ լինելու, բայց հիմա ինչ եք անում։ Ընդամենը հիմա աչքալուսանք է տալիս, թե Հայաստանում կեժանանա, ներսում կսպառվի, այսինքն ջանդամը արտահանվի, մենք կուտենք։ Հա դա բնորոշ է մարդկանց, որոնք քարոզարշավի ամբողջ ընթացքում աչքի են ընկել ծամելով, բայց դրանով գյուղատնտեսությունը չեք փրկելու։ Այս տարի այո կեժանանա, քանի որ մարդիկ ունեն իրացնելու խնդիր, իսկ հաջորդ տարի ուղղակի չեն մշակի, չեն արտադրի։ Երևի հենց դրա համար էլ անում են այս ամենը, որ Հայաստանում զզվեն չարտադրեն, օգնության գա թուրքական գյուղմթերքը։ Էկոնոմիկայի ԿՊԱ-ական նույն նախարարը 10 օր առաջ ասում էր, ծաղկի հարցում Եվրամիության շուկա դուրս գալու քայլեր ենք ձեռնարկում։ Կադրեր կան, թե ինչպես են մարդիկ տոննաներով ծաղիկ լցնում աղբամանը, այդ երբեք ԵՄ շուկա դուրս գալու բա։ Թե բա Պուտինը Նիկոլի հետ ջերմ է խոսել, ընտրություններից հետո կբացվի, բայց դուք էլ գիտեք, չէ՞ որ Նիկոլի վերընտրվելու պարագայում լրիվ հակառակն է լինելու։ Ելակ աճեցնողը, որ ոչ քաղաքագետ է, ոչ քաղտեխնոլոգ է, ոչ տնտեսագետ է, ընդամենը շիթիլ է դնում, աճեցնում, վաճառում, ասում է, ես իմ կաջ խելքով հասկանում եմ, ղեկավարողը չի հասկանում, որ չի կարող որոշում կայացնել առանց հաշվի առնելու երկրի արտադրողի, գյուղացիների, աշխատողների շահերը։ Ոնց կարող է 60 մարդու ստորագրություն դու քեզ համար հիմք համարես 2.5 միլիոն մարդու վնասելու համար։ 2 օր առաջ Աբովյանում կոկորդը պատռում էր, սպառնում էր ԵԱՏՄ-ին, ասում էր չկա տենց հարց, որ չկարողանամ լուծել, բա դե հել լուծի։ Ռուսաստանը արգելեց հայկական արտադրանքը, դեպի ԵԱՏՄ այլ երկրն էլ արգելված չէ, բայց մեկ է, հաշվեք արգելված է։ Քանի որ միևնույն է, սպառման շուկան Ռուսաստանի Դաշնությունն է, դե հարց լուծողես ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում իրացրու։ Այս օրերին, որ դրանք քարոզարշավ են անում, չալաղաջ ու խոզի կաշի են ծամում անդադար, գնում են այն մարզերը, որտեղ դեռ մի 2 ամիս կա, 3 ամիս կա մինչև մթերումները, դրա փոխարեն պետք է դուրս չգային Արարատյան դաշտավայրի գյուղերից, գնային մարդկանց պարզաբանելու իրենց գլխին դեռ գալիքը։ Գլխին գալիքն էլ էնա, որ այս իշխանության օրոք
չի կարգավորվելու դեպի Ռուսաստան Դաշնություն արտահանումը ու հարաբերությունների կարգավորումը ընդհանրապես չի լինելու իրենց հետ։ Ասում են ուզում եք գնալ Եվրամիություն, խնդրեմ, ուղղակի դա արեք ձեր հաշվին, ոչ թե յամտմից ստացվող արտոնություններով։ Ուզում եք գնալ, խնդրեմ, բայց դուրս եկեք այստեղից նոր գնացեք, վերջնագիր են ներկայացրել։ Ու սա չի կարողանում այս անգամ ճղճղալով հարցերը լուծել։ Ուրիշ ձև էլ չգիտի։ Հարցն այն է, որ չկա սրանց մի որոշում, որից մեր երկիրը ժողովուրդ օգտված լինի։ Այս պահին սրանց արտաքին քաղաքականությունը վնասում է մեր երկրի արտադրողին, գյուղատնտեսին, ընդհանուր տնտեսությանը, բայց սրանից ընդամենը 5 տարի առաջ էլ սրանց նույն քաղաքականությունը հանձնեց մեր հայրենիքի մի կարևոր մասը։ Արցախն էլ թուլացրին հանձնին, սա էլ են թուլացնում։ Այս պահին սրանք փորում են Հայաստանի հիմքերը։ Քաղաքացին ասում են Նիկոլի գլուխը ոնց որ քամ է մտած լինի։ Ցակուցրի որոշումներ է կայացնում։ Անում է անհաշվարկ բաներ, մեկ բառով քաղաքական հիստերիկություն։ Իսկ երկրի ղեկավարի հիստերիկությունը ազդում է պետության ու ժողովրդի վրա։ Մի անգամ երկրորդ նախագահն ասում էր. Ես չեմ կարող պնդել, որ այս իշխանությունը թշնամու գործակալ է, բայց կարող եմ ասել, որ եթե այս իշխանությունը լիներ թուրքական գործակալ, կաներ այն, ինչ անում է։ Ռոբերտ Քոչյանը դա ասում էր 44-օրյա պատերազմի, Արցախի հարցով բանակցությունները պռավալ տալու եւ հանձնելու մասով։ Լավ, իսկ տնտեսության մասով էլ նույնը չենք կարող ասել։ Եթե Հայաստանի իշխանությունը լիներ թուրքական գործակալ, տնտեսական մասով էլ չէր անի այն, ինչ անում է։ Նրանք չէ որ ուզում են մեր տնտեսության փլուզում, գյուղատնտեսության լրիվ քանդում, դաշնակիցների հետ թշնամանք անում են։ Կարճ ասած, մի քանի օր առաջ ակցիա են անում պոմիդոր աճեցնողները։ Մեզ տեղեկացրին, որ ցանկանում են ակցիա անել ելակ աճեցնողները։ Խնդրեցին լուսաբաներ։ Այո, կլուսաբանենք, բայց կարծում եմ լավագույն ակցիան կլինի ամսի 7-ի ընտրությունը։ Մի իշխանություն, որը ձեզ ամենտեղ գցում է, ձեզ սպառնում է, ձեզ արժենում է աշխատանք, առողջություն, ֆինանսական կորուստներ, կյանք ի վերջո, կյանք է արժենում։ Պահում եք, որ ինչ անեք։ Տեսնում եք, որ այս հիստերիկների հետ ոչ մեկ չի ուզում աշխատել։ Իսկ մենք ուզում ենք։